Նախորդին Հայաստանի գլխավոր դատախազությունը արդեն երկրորդ անգամ պաշտոնապես դիմել է Ռուսաստանին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանձնելու համար։ Հուսամ ոչ ոք ակնկալիք եւ պատրանք չունի, որ Ռուսաստանն այս հարցմանն ի պատասխան իրեն կդրսևորի որպես դաշնակից կամ նվազագույնը որպես գործընկեր։ Բայց սա պարզապես ոչ դաշնակցային էլ չէ, սա թշնամական վերաբերմունք է, որովհետև խոսքը ծանր մեղադրանքներով հետախուզվող մարդու մասին է, եւ այս մեղադրանքներով հանցագործին պաշտպանելն իրականում նշանակում է Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքը վերցնել պաշտպանության տակ։ Իրավական իմաստով ամեն ինչ պարզ է։ Եթե Ռուսաստանը չի հանձնում, պարտավոր է առնվազն ապահովել իրավական համագործակցություն, քրեական հետապնդում, սահմանափակումներ, գործերի ընթացք, բայց երբ փոխարենը ստեղծվում է անպատժելիության գոտի, Հայաստանին ասում են, որ ձեր արդարադատությունն այստեղ չի գործում։ Քաղաքական իմաստով էլ կարծես ամեն ինչ պարզ է։ Ռուսաստանը պահում է նման մարդկանց որպես ազդեցության ռեզերվ, որպեսզի Հայաստանը միշտ ունենա բաց վերք եւ կախվածություն։ Դա երևացել է նաև այլ դեպքերում։ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան, Միհրան Պողոսյան, Միքայել Հարությունյան, նախկին պաշտպանության նախարար, Ռուբեն Հայրապետյան, նախկին օլիգարխ, նույն պատկերը՝ մերժում, ձգձգում, փակդուռ։ Եզրակացությունը մեկն է, երբ ծանր հանցագործներին տալիս են ապաստան, նշանակում է Հայաստանի անվտանգությունն ու արդարադատությունը նրանց համար արժեք չունի։ Սա ոչ թե գործընկերություն է, նվազագույնը գործընկերություն, սա Հայաստանի պետականության դեմ գործողություն է անպատժելիության միջոցով։